Կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ երկրի 16-րդ վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ արցախցիները Արցախից փախել են, նկատի ունենալով Արցախի ռազմաքաղաքական էլիտային, եւ ես ուզում եմ այս խոսակցությունը, քանի ընտրությունները մոտեցան, շատանալու են, մեղադրանքները շատանալու են, եւ ես ուզում եմ ուղղակի ձեզ հիշեցնեմ, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-20 օրերին ինչ է նախորդել։ Ուրեմն իսկ հանցագործությունը սոսկալի է։ Փաշինյան Նիկոլի կողմից վարած արտաքին քաղաքականությունը եղել է հետևյալը։ Ես միշտ ձևակերպել եմ այսպես։ Ձեռք բերել հակահայկական պայմանավորվածություններ, սա մի աղետ է, հակահայկական, հակամարտկային, հակաքրիստոնեական, եւ երկրորդ խախտել իր իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, բերելով նորագույն աղետներ, բերելով ավել աղետներ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյան Նիկոլը ստորագրում է մի փաստաթուղթ, կամ Փաշինյան Նիկոլը հայկական ռեժիմի հետ խորհրդակցելով ստորագրում է մի փաստաթուղթ, իմիջիայլոց այդ փաստաթղթի հրապարակումից կես ժամ առաջ, 40 րոպե առաջ, փաստաթուղթը հրապարակում է Սերժ Սարգսյանի փեսան Միքայել Մինասյանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում այդպես էլ քննարկման առարկա չդարձավ, թե այդ փաստաթուղթը ինչպես էր ընկել Միքայել Մինասյանի ձեռը։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում, երբ ասում եմ քաղաքական դաշտ, նկատի ունեմ պարլամենտը, առաջին հերթին, թե պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյան, Օնիկ Գասպարյան ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, պահանջ այդպես էլ չառաջացավ խոսակցությունը հրապարակելու, խոսակցության սղագրությունը հրապարակելու, չկա այդպեսի պահանջ։ Որ պատի տակը նայում ես, մի ընդդիմադիր խոսում է։ Որ պատի տակը նայում ես, մի ընդդիմադիր հայրենասեր, հայրենասիրությունը հայերը սարքել են մեծ բիզնես։ Խոսում են։ Ուրեմն այդ փաստաթղթի 6-րդ կետում գրված է հետևյալը, եթե չեմ սխալվում 6-րդն է։ Параллельно с дислокацией российских войск выводятся армянские вооруженные силы. Այս դրույթը ադրբեջանցիները մեկնաբանում են հետևյալ կերպ, որ Արցախի հայկական մնացած տարածքում նույնիսկ հայկական զինված ուժեր պիտի չլինի, ոչ թե Արցախի հանրապետության զինված ուժեր կամ Հայաստան, այլ առհասարակ հայ զինված տղամարդ պիտի չլինի։ Եվ այս մեկնաբանություններին ի պատասխան հայկական կողմից ոչ մի արձագանք չի եղել։ Այսինքն ընդունել են։ Եվ բանը եկավ հասավ նրան, որ հայկական կողմը ընդունեց ադրբեջանական կողմի մեկնաբանությունը 22 թվականի հոկտեմբերին Արցախը ճանաչելով օֆիցիալ Ադրբեջանի կազմում եւ իմիջիայլոց, երբ որ ասում եմ Փաշինյան Նիկոլը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, Փաշինյան Նիկոլը Հայաստանի Հանրապետության անունից է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Փաշինյան Նիկոլը Արցախում ծառայած, երբևէ ծառայած տղաներին Հայաստանի Հանրապետության անունից օֆիցիալ ճանաչել է օկուպանտ խուժան 22 թվականի հոկտեմբեր ամիս։ Այսինքն մի կողմից Փաշինյան Նիկոլը հանձնառություն է վերցնում, որ Արցախում պիտի զինված հայ տղամարդ չլինի, մյուս կողմից հաստատում է իր այդ հանձնառությունը ընդունելով Արցախը օֆիցիալ Ադրբեջանի կազմում եւ այդ տղաներին, ովքեր այդ պահին եղել են Արցախում,
եւ այն տղաներին, ովքեր նախկինում են զենքը ձեռքին եղել Արցախում, օֆիցիալ ճանաչում է օկուպանտ խուժը։ Դրանից հետո Ադրբեջանի եւ Արցախի միջև մոտավորապես առաջանում են սուբորդինացիոն արդեն Ադրբեջանի ղեկավարության եւ Արցախի ղեկավարության հետ միջև արդեն առաջանում է սուբորդինացիոն հարաբերություններ։ Ուղղակի Ալիևի մեկ պահանջով պետնախարարի պաշտոնից ազատում են Ռուբեն Վարդանյանին, փակվում է Հայաստան-Արցախ տանող ճանապարհը, սկսում են ավելի շատանալ դուրս եկեք Արցախից, այդ ադրբեջանական կողմից պահանջները, դուրս եկեք Արցախից, պետք է զինաթափեք, այդ զինաթափման պահանջներն են սկսում շատանալ, որ դուք պետք է իսկ ժողովուրդն էլ պիտի ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, այսինքն հակահայկական պայմանավորվածություն է ձեռք բերում մի կողմից, մյուս կողմից խախտում է այդ պայմանավորվածությունը, պահելով զինված մարդկանց այնտեղ կամ ոչ մի միջոց չձեռնարկելով, որպեսզի իրենք այդտեղից դուրս գան, առաջացնելով կազուս բելլի, տալով Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ իրավունք, հարգելի բարեկամներ, եւ այս ամենը տեղի է ունեցել Արցախի պարլամենտի առաջ, այս ամենը տեղի ունեցել Հայաստանի պարլամենտի առաջ, դրա համար եմ ես ասում, չկա որևէ հանցագործություն, որը իրականացրել է հայկական կողմը, Փաշինյան Նիկոլը ռեժիմը, եւ դա չի օրինականացվել պարլամենտի կողմից, դա չի օրինականացվել դեպուտատների կողմից, դաշնակ մաշնակների կողմից մասնավորապես։ Այսպիսի պայմանավորվածություններ ամիսները անցնում են, լռություն, բացարձակապես լռություն, գալիս հասնում է 2023 թվականի սեպտեմբերի 2-ը։ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը, ով օֆիցիալ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, դուրս է գալիս եւ շնորհավորում է արցախահայերին անկախության տոնի կապակցությամբ, հարգելի բարեկամներ։ Դուք հասկանում եք ավանտյուրայի մասշտաբը, պատկերացնում եք։ Մարդը, ով հանձնառություն է վերցրել, որ Արցախում պիտի զինված հայ տղամարդ չլինի, մարդը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, բոլոր տղաներին էլ օկուպանտ խուժան, հանկարծ վեր է բարձրանում եւ շնորհավորում է Արցախահայությանը անկախության տոնի կապակցությամբ։ Եվ էլի պիտի ասեմ փոխանակ որևէ մեկը սթափեցնող խոսք ասեր, ես ինչ ես անում։ Այդ օրերի մամուլը վերցրեք, այդ օրերի մամուլը ինչ էին ասում են, տեսնում եք, ինչ վախվորած է շնորհավորում։ Ասա է եղել մեր ընդդիմության մակարդակը։ Ընդդիմության առաջնորդները իրենց հերթին են շնորհավորում Արցախահայությանը անկախության տոնի կապակցությամբ եւ ասում են, տեսեք, մենք ինչ խրոխտ ենք շնորհավորում, Փաշինյան Նիկոլի շնորհավորակի մեջ վախվորածություն կա։ Այսպիսի ավանտյուրա հայկական ռեժիմի կողմից։ Սովորական հայերի նկատմամբ, սովորական հայաստանցիների նկատմամբ, սովորական արցախցիների նկատմամբ։ Ու հիմա Փաշինյան Նիկոլը ասում է Արցախի ռազմաքաղաքական էլիտան ինքն է փախել։ Այսքան էլ զենք է թողել այնտեղ։ Սեպտեմբերի 2, գալիս հասնում է սեպտեմբերի 9։ Էլի եմ ասում, այս ամենը տեղի ունեցել Արցախի Հանրապետության կամ ինչպես մի ժամանակ ընդունված էր ասել Արցախի մարզի պարլամենտի նախագահի, չգիտեմ, Արցախի անվտանգության խորհրդի, Հայաստանի պարլամենտի նախագահի, Հայաստանի անվտանգության խորհրդի աչքերի անդամների աչքերի առաջ։ Բանը գալիս հասնում է սեպտեմբերի 9-ին, Արցախում տեղի է ունենում ռակիրովկա, Արայք Հարությունյանին հանում են, կամ Արայք Հարությունյանը դուրս է գալիս,
եւ նոր նախագահ է դառնում, նոր նախագահ են կարգում այնտեղ։ Եվ այդ նոր նախագահը Սամվել Շահրամանյան անուն ազգանունով ձեռքը դնում է նախկինում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եթե չեմ սխալվում, եղել է նախկինում Արցախի անվտանգության ծառայության տնօրեն, նաև ձեռքը դնում է Արցախի սահմանադրության վրա եւ երթվում է պահել Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, ի թիվս այլ խոսքի նաև երթվում է պահել Արցախի անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Փաշինյան Նիկոլը Արցախը օֆիցիալ ճանաչել է Ադրբեջանի կազմում արդեն եւ ինքը դրան հրապարակային ոչ մի Արցախի ռազմաքաղաքական էլիտան ոչ մի adekvat արձագանք մարդը դնում է ձեռքը սահմանադրությանը, ասում է պիտի երթվում են պահել անկախությունը Արցախի։ 2023 թվականի մարտ ամսին, փետրվարի վերջ, երբ պետնախարարի պաշտոնից արդեն հեռացրել էին Ալիևի պահանջով Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տալիս Սաթիկ Սեյրանյանին 168 EM-ի խմբագրին։ Այդ պայդրությամբ արդեն Փաշինյանը օկուպանտ խուժաներ ճանաչել, արդեն ասել եմ։ Եվ Ռուբեն Վարդանյանը 1 ժամ 1 րոպե հարցազրույց է տալիս եւ այսպես կարմիր գծով ասում է, որ մենք թույլ չենք տա Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին, դա է ասում։ Եվ որևէ բառով, որևէ մեկ անգամ չի ներկայացնում իրերի իրական դրությունը։ Ես արցախցի ընկերներ եմ ունեցել, ովքեր սպասում էին, ովքեր ում հետ երբ ես խոսում եի, իրենք ասում էին, հələ սպասենք, տեսնենք ինչ են ասում, հələ դուրս չգանք, սպասենք, տեսնենք մեր ղեկավարները ինչ են ասում, եւ այդպես էլ սպասեցին, շատերը զոհվեցին։ Իրենք սպասում էին բացատրության Արցախի ղեկավարության կողմից, իսկ Արցախի ղեկավարությունը շարունակել է իր լռությունը, իր հանցավոր, ուղղակի հանցավոր լռությունը։ Եվ ահա սեպտեմբերյան հարձակումից առաջ հայկական կողմը ունեցել է այսպիսի վարքագիծ։ Հիմա ով է էթնիկ զտման, իսկ տեղի է ունեցել արցախահայերի նկատմամբ բարի բուն իմաստով հանցագործություն, միջազգային մասշտաբի հանցագործություն։ Հիմա միջազգային մասշտաբի այդ հանցագործության պատրվակը ով է տվել, հարգելի բարեկամներ։ Ով է տվել։ Ես հիշում եմ, որ 20 թվականի, երբ այդ ստորագրությունը եղավ նոյեմբերի 9-ի, մեկ շաբաթ հետո Շիրակի մարզից մի վարդ զինվորներ ուղարկեցին Խցաբերդ հինթաղեր եւ զինվորները ուղղակի ձերբակալվեցին Ադրբեջանի կողմից։ Մեր կողմից նրանք երևարվեցին։ Հիմա եթե ձեզանից որևէ մեկը Ալիևի հետ նստի եւ Ալիևը դնի փաստաթուղթը, ասի ձեր ղեկավարը այսպիսի բան է ստորագրել եւ փոխանակ զորքերը դուրս հանի, մի հատ էլ մարդ է ուղարկում, զորք է ուղարկում։ Ես իրավունք ունեցել եմ ձերբակալելու, թե չեմ ունեցել, ինչ եք ասելու, ինչ եք մենք ասելու։ Պիտի մենք այդ պահին ասենք, որ մենք չենք ընդունում Նիկոլ Փաշինյանին, հա։ Մենք չենք ընդունում, ինքը ընդունում է պայմանավորվածությունը։ Մի խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մասշտաբի հանցագործությունը հաջորդել է հայկական կողմի այս դավադիր քաղաքականությանը։ Հայկական կողմն է տվել, այդ կազուս բելլի կոչվածը հայկական կողմն է տվել, որպեսզի Ադրբեջանը սկսի այն ինչ տեղի ունեցավ, էլի հարյուրավոր զոհեր եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ ուղղակի դարձան տնավեր, բնավեր, գաղթականներ։ Ահա տեղի ունեցածը, հարգելի բարեկամներ։ Հիմա դուք լսեք եւ դուք համեմատեք այսպիսի մեկնաբանություն անելու համար 7 դիպլոմ պիտի չավարտես, 7 դիպլոմ պիտի չունենաս։ Սա սովորական փաստերի համադրություն է եւ այդ փաստերը հրապարակային են։ Հիմա Փաշինյան Նիկոլ ասում է Արցախը հայությունը այդ էլիտան փախել են, հիմա դրան էլ կանդրադառնամ։ Այսինքն Արցախը վարի է տվել
հայկական ռեժիմը, ռեժիմ, որը կազմված է եղել Փաշինյան Նիկոլից, ռեժիմ, որը կազմված է եղել դաշնակ մաշնակներից, ռեժիմ, որը կազմված է եղել այդ մնացած ուռապատրիոտներից, իրանցից է կազմված եղել։ Հայ ժողովրդի հետ տեղի ունեցել մեծ դավադրություն, միջազգային մասշտաբի հանցագործություն, հարգելի բարեկամներ։ Եվ ցանկացած մարդ, ով հիմա քաղաքականության մեջ է, եթե ինքը մարդու տղա է, որ ամեն ինչի մասին, եթե ինքը խոսում է, եթե ինքը մարդու տղա է, առաջին հերթին պիտի խոսի այն ամենի մասին, այն հանցագործությունների մասին, որը տեղի ունեցել է։ Եթե դուք խոսում եք տնտեսական ծրագրերի մասին, դուք խոսում եք անվտանգային հարցերի, ինչ անվտանգության մասին է խոսքը։ Ընտրություններին պատրաստվող հարգելի կամ ոչ հարգելի քաղաքացիներ։ Ընտրություններին պատրաստվող հարգելի կամ ոչ հարգելի կուսակ, ինչ անվտանգության մասին է խոսքը, եւ երբ որ ասում են անվտանգություն, նկատի ունեն անվտանգության արտաքին այդ բաղադրիչից անվտանգություն, հա, ինչ անվտանգության մասին է խոսքը, եթե ներսում այսքան հանցագործներ են վախտում։ Ում անվտանգությունն եք դուք ուզում ապահովել։ Ում անվտանգություն։ Հիմա մարգինալ կուսակցություններից միջև ոչ մարգինալ կուսակցություններ հիմնականում խոսում են անվտանգության մասին, բա այս մարդիկ պիտի շարունակեն Հայաստանի, այս հանցագործները հա պիտի շարունակեն Հայաստանի Հանրապետությունում ապրել։ Ինչ անվտանգություն, ինչ տնտեսական ծրագիր, ինչ թոշակ, ինչ աշխատավարձ, ինչ ապահովագրություն, բժշկական։ Մի խոսքով։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ասում է փախել են Արցախի ռազմաքաղաքական էլիտան։ Պարոն Նիկոլ Փաշինյան, Արցախի ռազմաքաղաքական էլիտան, ում դու երբեմն նաև ասում ես թալանչիներ եւ այլն էպիթետներ։ Արցախի ռազմաքաղաքական էլիտան Արցախում գործող բանկերից միլիոնավոր դոլարների Արցախում գործող բանկերից միլիոնավոր դոլարների վարկեր է վերցրել։ Դու մի կողմից ասում ես Արցախի ռազմաքաղաքական էլիտան թալանել է, սա է արել, նա է արել, մարտի 1-ի դեպքերին է մասնակցություն ունեցել, մյուս կողմից այդ մարդկանց վարկերը հեչ ես անում։ Այս աբսուրդը պիտի լինի մի լրագրող, ով էս աբսուրդի վերաբերյալ քեզ հարց տա։ Այսինքն դու հիմա այդ մարդկանց դեմ ես գործում, թե այդ մարդկանց ենթակայության տակ գործող մի մանկլավիկ վարչապետ ես։ Այս աբսուրդը ոնց պիտի մենք հասկանանք։ Դու մի կողմից ասում ես քաղաքացիները իրենք պիտի որոշեն, ով պիտի լինի Հայաստանում իշխանություն, Հայաստանի քաղաքացիները սա, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի քաղաքացիներին կեղեքած մարդկանց վարկերը, պարտքերը հեչ ես անում։ Բայց ինչպես պիտի հասկանանք։ Եվ այդ մարդիկ շատ նորմալ, այսպես ապրում են հիմա, դրանցից շատերը շատ նորմալ ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Մի կողմից դու խոսում ես ժողովրդավարության մասին, մյուս կողմից Արցախից փախած ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների իրականացրած հանցագործությունները դու բան ես անում, չտեսնելու ես տալիս։ Ոչ միայն չտեսնելու ես տալիս։ Հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, դու այդ մարդկանց այստեղ կոմպենսացում ես տվել։ Այս հարցը մի լրագրող վերջը պիտի քեզ տա։ Կոմպենսացում։ Մի հատ էլ հերոսի կոչում տուր հեկերի տերերին։ Իրականում սա հերոսություն է։ Ահա ողջ պատկերը, հարգելի բարեկամներ։ Ով է Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը վարի տվել։ Ինչպես են վարի տվել։ Տասնյակ հազարավոր մարդկանց դժբախտության վրա, արյան վրա, առողջության վրա փող սարքած հայկական էլիտա։ Փող սարքած հայկական էլիտա։ Արյան վրա կեղտոտ փողեր սարքած հայկական էլիտա։ Եվ հիմա դրանցից որևէ մեկի նայում ես, բոլորը հայրենասեր են,
որ պատիտակը նստում են իրենցից են խոսում, մենք սա արեցինք, մենք նա արեցինք, մենք հայրենասեր ենք, մենք գալու ենք, փրկենք։ Եվ այս հանցագործությունների վերաբերյալ ձեզ հայտնի նաև կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացնում իշխանություն գալու, կուսակցապետերը, սովորական կուսակցականները պահում են համարյա բացարձակ լռություն։ Խոսում են անվտանգ, ինչ անվտանգություն, ինչ տնտեսական ծրագրեր։ Ինչու այդպես, որովհետև ռեժիմի մաս են կազմում։ Իրենք կազմում են ռեժիմի մաս եւ լռում են, որովհետև փայ են ըստ էության։ Կամ իրենք են փայ տեղի ունեցածի մեջ, հա, այդ փողերի մեջ իրենք փայ ունեն, իրենց է հասել, կամ իրենց հետ աֆիլացված մարդիկ են փայ։ Ուրիշ տարբերակ չկա։ Կամ ինչ որ մեծ հանցագործությունների մեջ են եղել, Հայաստանի ռեժիմը ասում է, եթե դուք այս թեմաներից սկսեցիք խոսել, մենք ձեր ձեռքից ձեր գողացածը ձեր այդ գողոնը կվերցնենք։ Հա, սա է պատճառը, այս մարդկանց լռության, այն ինչ տեղի ունեցել Արցախի հետ, եւ սա է պատճառը, որ ես ասում եմ, հային պետք է փրկել հայից։ Հային պետք է փրկել այս հայերից։ Եվ հույս հայտնում, որ այդ փրկությունը կլինի հայի ձեռքով։ Եվ վերջում, բազմաթիվ, չասեմ բազմաթիվ, բայց մի շարք կուսակցություններ ինձ առաջարկություն են արել։ Ես կարծում եմ, որ մինչև ապրիլի 23-ը այդ կուսակցությունների կամ նախաձեռնությունների թիվը կարծում եմ կավելանա էլի, որոշ մարդիկ ինձ առաջարկում են վարչապետի թեկնածու, առաջին համար, որոշ մարդիկ ինձ առաջարկում են, այսինքն առաջարկում են գլխավորեմ ցուցակը, որոշները ինձ բնականաբար կառաջարկեն լինեն ցուցակի վերջին համարում, հարցը առաջին եւ վերջին համարը չի, հարգելի բարեկամներ, հարցը հետեւյալն է, եթե դուք իմ բարձրացրած հարցերի վերաբերյալ հրապարակային խոսք չեք ասում, հարգելի բարեկամներ, հրապարակային խոսք չեք ասում, ոչ դուք անիմաստ ժամանակ վատնեք, ոչ էլ ես անիմաստ ժամանակ վատնեմ։ Ես վստահ եմ ուղղակի կգա այն օրը, երբ արյան վրա փող սարկած ստահակների անունները, արյան վրա փող սարկած դավաճանների անունները, անկախ իրենց ստատուսից նախկինում զբաղեցրած։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը կամ ազգային անվտանգության ծառայության տնօրենը մտնելու է Հայաստանի պետական, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եւ տաղավարում 100 հազարավոր հայերի հետ զրույց է ունենալու հրապարակային եւ ներկայացնելու է արդեն փաստերով, դոկումենտներով տեղի ունեցածը։ Ես հավատում եմ դրան։ Ես սկեպտիկ եմ առաջիկա գործընթացների հետ կապված։ Ավարտված սկեպտիկ եմ, ավարտված պեսիմիստ եմ։ Այս գործընթացների վերաբերյալ ես մոտենում եմ մեծ սկեպտիզմով գործընթացներին։ Բայց ես օպտիմիստ եմ, ես գիտեմ, որ վերջի վերջո այդ օրին մենք գալու ենք։ Վերջի վերջո մենք ունենալու ենք այդ պարզաբանումները, թե ինչպես է 18 թվականին կեղծ հեղափոխություն տեղի ունեցել, ինչի համար է դա տեղի ունեցել, այդ խոսքը լինելու է ապա քաղաքական, ապա կուսակցական, ինչ եմ ասում ապա քաղաքական, որտեղ Հայաստանի Հանրապետություն քաղաքականությունը արդեն դարձել է վատ պրոցեսների, վատ բաների հոմանիշ է դարձել, դա լինելու մասնագիտական ուղղակի խոսք է լինելու, մասնագիտությունից բանը ելնելով իրավապահ համակարգի բարձր ներկայացուցիչը պիտի այդ բացատրությունը տա, այդտեղ չի լինելու կուսակցական շահ, այդտեղ չի լինելու քաղաքական շահ, այս առումով։ Ես գիտեմ, որ այդ օրը գալու է։ Եվ այն հայրենասիրությունը բիզնես սարկած ստահակները, հայրենասիրությունը արդյունավետ բիզնես սարկած ստահակները դատվելու են
կանգնելու են պատասխանատվության դատարանի առաջ են կանգնելու, դատաստանի առաջ են կանգնելու եւ իրենց գողոնը նաեւ իրենց ձեռքից վերցվելու է եւ այս մասին գրվելու է դասագրքերում, անպայման այս մասին գրվելու է դասագրքերում։ Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայի կառավարումից։ Ես ձեր տիրոջ մերը